Բարի եւ ուշնյալ առավոտ սիրելի հարազատներս։ Հիսուսն ազովրեց ու Սուրբ անունով ես ուշնում եմ յուրաքանչյուրիս։ Թող խաչի վրա կատարված ամբողջական, կատարյալ ողորմության, գթության, աստվածային շնորհի աշխատանքը լցնի մեր կյանքերը, մեր էությունը, մեր հասկացողությունը, թող Տերը ողորմի եւ բացի մեր հասկացողության աչքերը։ Թող Տիրոջ լույսը լուսավորի մեր հասկացողությունը եւ մեր կյանքը։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Շարունակում ենք Հռոմեացիների գրքի մեկնաբանությունը ըստ իմ հովիվ Էբո Էսելի։ Մենք դեռ խոսում ենք Հռոմեացիների նամակի առաջին գլխի 18-րդ խոսքի մասին։ Եկեք կարդանք նորից։ Որովհետև Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության եւ անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ։ Ամբարշտությունը դա անաստվածությունն է, անիրավությունը դա անարդարությունն է։ Ու այս հատվածից մենք տեսնում ենք մի քանի կարևոր քրիստոնեական ուսմունքներ, վարդապետություններ, որ մենք պետք է հիմնովին հասկանանք եւ ընդունենք։ Առաջինը Աստծո սրբությունն է։ Բարկությունը Աստծո սրբության անհրաժեշտ արտահայտությունն է մեղքի դեմ։ Քանի որ Աստված սուրբ է, դրա համար էլ գործում է նրա բարկությունն ու ցասումը մեղքի դեմ։ Առանց բարկության Աստված լիովին Աստված չէր լինի։ Երկրորդը այն է, ինչ կոչվում է ընդհանուր հայտնություն։ Անգլերեն այն կոչվում է general revelation, ընդհանուր հայտնություն։ Մի հայտնություն, մի հասկացողություն, որ տրվում է ողջ մարդկությանը, որի մասին Պողոսը խոսում է Հռոմեացիների 19-րդ համարից սկսած։ Մենք դա հետո կքննենք։ Եվ երրորդը մարդկության լիակատար ապականությունն է, մարդկության լիակատար խաթարումն է, հակայքայումն է։ Անգլերեն դա total depravity, այսինքն այն, որ մենք ճնշում ենք ճշմարտությունը մեր անիրավությամբ, եւ սա համընդհանուր է բոլոր մարդկանց համար, բացառություն չկա, եւ հետեւաբար լրիվ ապականված ենք, քայքայված ենք։ Հռոմեացիների առաջին գլխի 18-րդ խոսքը Սուրբ գրքում ամենաերկար մարդկության դեմ մեղադրանքի սկիզբն է։ Առաջին գլխի 18-ից մինչև երրորդ գլխի 20-րդ խոսքը Աստված Պողոսի բերանով մեղադրանք է ներկայացնում մարդկությանը։ Եվ Պողոսը կառուցում է փաստարկ, որ բոլորս գտնվում ենք Աստծո բարկության տակ, որպեսզի Հռոմեացիների նամակի 3-րդ գլխի 21-ում երևա արդարացումը Հիսուս Քրիստոսով, որպես փրկության միակ ճանապարհ, որտեղ փրկությունը միայն Հիսուս Քրիստոսով է։ Մենք դա պիտի խորապես հասկանանք, փրկության ուրիշ ճանապարհ չկա եւ դա Աստծո ընտրությունն է, թե ինչպես պիտի լինի փրկությունը։ Եվ 3-րդ գլխի 21-ում տեսնում ենք, որ ասում է. բայց հիմա Աստծո արդարությունը հայտնվել է օրենքից անկախ, օրենքի եւ մարգարեների կողմից վկայված լինելով։ Այսինքն Աստծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միջոցով է բոլոր հավատացողների համար, որովհետև խտրություն չկա։ Այսինքն Պողոսը Աստված Պողոսի միջոցով մեզ բերում է այն կետին, որ մենք հասկանանք, որ մենք դատապարտված ենք, որ մենք իր ցասումի տակ ենք, որտեղ բոլորս մեղավոր ենք, որ վերջում բերի մեզ այս կետին, որ փրկություն կա Հիսուս Քրիստոսով, եւ այդ փրկությունը հավատի միջոցով է բոլոր նրանց համար, ովքեր կհավատան, որտեղ Աստված խտրություն չի անում։ Մենք չենք հասկանա այս մեղադրանքը, որ Պողոսը ներկայացնում է,
Եթե մենք չհասկանանք, կներեք, եթե մենք չհասկանանք ու չընդունենք այս ամենը, մենք չենք գնահատի ավետարանը որպես մեր միակ փրկություն, մենք չենք ընդունի մեր ամբողջ էությամբ Հիսուս Քրիստոսին, չենք հնազանդվի, չենք տա մեր կյանքը իրեն, եթե մենք չհասկանանք, որ Աստծո ցասումը մեր վրա է ու որ մենք մեղավորներ ենք։ Ես շարունակաբար կրկնում եմ այս բանը, որտեղ սա հիմքն է։ Հիշենք նաև այն միտքը, որ եթե մենք կարողանանք հասկանալ ճիշտ ձևով ճշմարիտը, ապա կարող ենք ճանաչել կեղծը։ Հիշում եք, խոսում ենք կեղծ ավետարանը, որ չխաբնվենք։ Մենք չենք կարող չխաբնվել, եթե ճշմարտությունը չենք հասկանում ու չենք ընկալում ճիշտ ձևով։ Ավետարանը Հիսուս Քրիստոսի զոհողությունը, մահը, թաղումը, հարությունը, Աստծո փրկության ծրագիրն է մեզ համար, իր իսկ բարկությունից, փրկություն իր ցասումից։ Եվ դրանից հետո նա մեզ տալիս է նոր էություն Քրիստոսի միջոցով, որտեղ Քրիստոսը հարություն առավ։ Ավետարանը ուրիշ նպատակի համար չէ, սա շատ կարևոր է հասկանալ։ Հովիվս ասում է, ես ինքս որպես սուրբ գրքի ուսանող, երբ ավելի խորանում եմ բնագրի իմաստի մեջ, ավետարանի իմաստի մեջ, ավելի պարզ տեսնում եմ, թե ինչու Հիսուսը չմեռավ աղքատներին հարուստ դարձնելու համար։ Ոչ, Հիսուս Քրիստոսը մահացավ մեղավոր մարդկանց փրկելու համար, Աստծո բարկությունից փրկելու համար։ Մեր հարուստ դառնալը մեզ Աստծո բարկությունից չի փրկում։ Մեր բժշկվելը ֆիզիկապես մեզ Աստծո բարկությունից չի փրկում։ Մենք պիտի մեր մեղքերից ազատվենք, որպեսզի Աստծո բարկությունից փրկվենք, եւ դրա համար Հիսուս Քրիստոսը մահացավ։ Անկամ նրա անունը Հիսուս հենց դա է նշանակում։ Հրեշտակը Մարիամին ասաց. նրա անունը Հիսուս կդնես, որ նշանակում է նա կփրկի իր ժողովրդին իրենց մեղքերից։ Իսկ մեղքերից նշանակում է նաև մեղքի հետևանքներից, որ Աստծո բարկությունն ու դատաստանն է։ Հունահռոմեական աշխարհում Պողոսի լսարանը շատ լավ հասկանում էր աստվածային բարկության գաղափարը։ Նրանք լիքը այսպես կոչված աստվածներ ունեին և գիտեին աստվածների բարկությունը հայտնի հասկացություն էր հունահռոմեական մշակույթում, չնայած նրանք իրականում աստվածներ չեն, զորություն չունեն, բայց մարդիկ վախենում են։ Բայց Պողոսը դա արմատապես վերաիմաստավորում է։ Եվ Պողոսը չի անողը, հիշեք, այս ամենը տրված է Հիսուս Քրիստոսից, Աստված է անում։ Սա անկանխատեսելի բարկություն չի և ոչ մի ձևով չես կարող մեղմացնել ճշմարիտ Աստծո ցասումը որևէ զոհաբերությամբ, բացի Հիսուս Քրիստոսի զոհաբերությունից, որտեղ դա էր Աստծո առաջ ընդունելի։ Հիշենք նաև, որ նա գրում է քրիստոնյաներին, որոնց մեջ կային նաև հրեա քրիստոնյաներ, և նրանք նույնպես լավ հասկանում էին Աստծո բարկության թեման, Թորայից, հին կտակարանից, որտեղ նրանք ժողովուրդ էին, որոնք անցել էին ու դեռ անցնում էին Աստծո բարկության միջով։ Վերջում այսօր մինչև ավարտելը, եկեք կարդանք մի քանի հատվածներ Աստվածաշնչից, որոնք պարզ ընդգծում են Աստծո բարկության իրականությունը, որ մենք խաբնված մարդիկ չմնանք։ Օրինակ, Ղուկաս ավետարանի 3 գլխի 7-րդ խոսքում Հովհաննես Մկրտիչը ասաց մկրտության եկած բազմությանը. Իժերի ծնունդներ, ով ձեզ սովորեցրեց փախչել գալիք բարկությունից։ Աստծո բարկությունը մնում է յուրաքանչյուր մարդու վրա, ով այսօր կենդանի է, բայց չի լսել ավետարանը, կամ լսել է ու չի ընդունել, չի ապաշխարել, հավատքով չի դիմել Հիսուս Քրիստոսին ողորմության ու ներման համար։ Փախուստ չկա, միակ փրկությունը Քրիստոսի անձի և խաչի վրա Քրիստոսի կատարած գործի մեջ է։ Հռոմեացիներ 2-րդ գլխում Պողոսն ասում է, որ քո խստասիրտ և չապաշխարած սրտի պատճառով դու բարկություն ես կուտակում քեզ վրա բարկության օրվա համար։
Բարկության օրը վերաբերում է Աստծո բարկության վերջնական դրսևորմանը, այսինքն Աստծո գալիք դատաստանին։ Ուրեմն հասկանանք, որ կա Աստծո բարկություն, որ գալիս է, որ մեր դեմ է։ Հարցն այն է, ինչպես պիտի փրկվես դրանից։ Պողոսն ասում է, որ կա բարկության օր, երբ Աստծո արդար դատաստանը կհայտնվի։ Նա յուրաքանչյուրիս կհատուցի ըստ իր գործերի։ Երբ սա կարդում ես, նույնիսկ որպես հավատացյալ պետք է սրտումդ որոշակի երկյուղ զգաս։ Մեր մեջ մեռել է Աստծո երկյուղը, որովհետև Պողոսը այստեղ խոսում է Տիրոջ ահի մասին։ Օրինակ Եփեսացիների նամակի 2-րդ գլխի 1-4-ում ասվում է. «Եվ դուք, որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի պատճառով, որոնց մեջ մի ժամանակ ընթանում էիք այս աշխարհի սովորության համաձայն, ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։ Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք վերմարմնական ցանկություններով, մարմնի ու մտքի կամքը կատարելով, և էությամբ բարկության արժանի որդիներ էինք մյուսների պես»։ Սա նշանակում է, որ ամենակարևոր լուրը, որ աշխարհը պետք է լսի, ավետարանն է, Հիսուս Քրիստոսով փրկությունն է, որտեղ ամբողջ աշխարհը գտնվում է Աստծո բարկության տակ։ Մեր ընտանիքի անդամները, ովքեր չեն ճանաչում Հիսուսին, նույնպես գտնվում են այդ բարկության տակ։ Ամենակարևոր բանը, ամենամեծ լավությունը, ամենամեծ սերը, որ մենք կարող ենք տալ, նրանց փոխանցել ավետարանը, օգնել, որպեսզի նրանք հնարավորություն ունենան փրկվելու, աղաղակելու ողորմության համար։ Նույնը տեսնում ենք նաև Կողոսացիների նամակում, որտեղ ասվում է, որ այս ամենի պատճառով անբարոյականություն, մեղքեր եւ այլն, Աստծո բարկությունը գալիս է։ Եկեք կարդանք Կողոսացիներ նամակի 3-րդ գլխի 5-7 խոսքերը։ Ուրեմն սպանեք այն, ինչ ձեզ է պատկանում երկրի վրա, պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունն ու ագահությունը, որ կռապաշտություն է, որոնց պատճառով Աստծո բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա։ Դուք էլ մի ժամանակ ընթանում էիք դրանց մեջ, երբ ապրում էիք դրանցով։ Իսկ հիմա բարի լուր եւ ուրախություն բոլորիս համար, որտեղ Հռոմեացիների 5-րդ գլխում էլ ասվում է, քանի որ արդարացվել ենք հավատքով, խաղաղություն ունենք Աստծո հետ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Սա վերաբերում է ամեն մեկին, ով լսել է ավետարանը, ով ընդունել է, որ մեղավոր է, ով ընդունել է Հիսուս Քրիստոսին որպես միակ Տեր ու Փրկիչ եւ ապաշխարել ու հնազանդեցրել իր կյանքը։ Արդարացվել նշանակում է ճիշտ հարաբերության մեջ մտնել Աստծո հետ, Աստծուց երկյուղ ունենալ, Աստծո կամքով շարժվել։ Իսկ ինչպես ես արդարացվում։ Քրիստոսի հանդեպ հավատքով։ Վստահելով Քրիստոսի արած գործին, ոչ թե քո էությանը քո գործերին։ Երբ տեսնում ես արդարացում բառը, պետք է մտածես այն մասին, ինչ Քրիստոսը արեց խաչի վրա քեզ համար, ոչ թե քեզ վրա նայես, այլ Քրիստոսի։ Եվ Պողոսը շարունակում է ասելով. քանի որ արդարացվել են Քրիստոսի արյամբ, առավել ևս նրա միջոցով պիտի փրկվենք Աստծո գալիք բարկությունից։ Այսինքն, ինչպես եւ ինչու ես փրկվելու գալիք բարկությունից, քանի որ արդարացվել ես Քրիստոսի արյամբ։ Եթե իհարկե դիմել ես Քրիստոսին, եթե հավատում ես, եթե դու քրիստոնյա ես, ու ինչ որ անհանգստություն կա մեջդ, քո սայթակումների, գործածդ մեղքերի պատճառով, Պողոսն ասում է, դու պետք է ուրախանաս, որովհետև Քրիստոսի մեջ արդարացվել ես։ Եվ քանի որ արդարացվել ես, Քրիստոսը երաշխավորում է, որ դուք փրկվես գալիք բարկությունից, որովհետև դու չես արդարացվել քո պատճառով,
այլ դու արդարացվել ես Քրիստոսի պատճառով։ Քրիստոսն է փրկությունը եւ այդ փրկության երաշխավորը։ Դու չես, քո գործերը չեն, իմ գործերը չի, քանի որ այս աշխարհում մեղքը դեռ կա։ Մենք դեռ ընկնում ենք մեղքի մեջ։ Աստված, եթե նայի ինձ ու քեզ, փրկություն չունենք։ Դրա համար մենք պիտի միշտ Աստծո ուշադրությունը կանչենք Քրիստոսի վրա։ Դրա համար է Քրիստոսը միջնորդը, ոչ թե հրեշտակ, ոչ թե Մարիամ, ոչ թե որևէ մեկ, որտեղ Աստված միայն Քրիստոսից է ընդունում, որտեղ նա է միակ արդարը, որտեղ Քրիստոսը երբ որ բարեխոսում է Հայր Աստծո առաջ, ասում է. Հայր, մի նայի Նարինեին, նայի ինձ, նայի ես ինչ արեցի Նարինեի համար խաչի վրա, եւ իմ արյունով ծածկված է հիմա Նարինեն։ Եթե Աստված նայի Նարինեին, Աստծո կրակը կթափի Նարինեի գլխին, եւ քո գլխին, եւ մյուսի գլխին։ Նույն միտքն է նաև արտահայտվում առաջին Թեսաղոնիկեցիների նամակի առաջին գլխի 9-ից 10 խոսքերում, որտեղ հենց մարդիկ իրենք են պատմում, թե ձեզ մոտ ինչպիսի մուտք ունեցանք, եւ դուք ինչպես կուռքերից դեպի Աստված դարձաք, ծառայելու կենթանի ու ճշմարիտ Աստծուն, եւ երկնքից սպասելու նրա որդուն, որին մեռելներից հարություն տվեց, Հիսուսին, որ փրկում է մեզ գալիք բարկությունից։ Այստեղ թող կոտրվի նաև ամեն սուտ, որ մարդիկ խոսում են, թե Հիսուսը չի գալու, որ կան հավատացյալներ, որ ասում են մենք Քրիստոսին հավատում ենք, բայց չենք հավատում, որ գալու է։ Դա սատանայի սուտն է, որտեղ եթե Հիսուսը չգա, մենք Աստծո բարկությունից չենք փրկվի։ Ուրեմն սիրելի ունկնդիր, ով է մեզ փրկելու։ Հիսուսը, միայն այն Հիսուսը, որ գալիս է։ Եթե լսենք ավետարանը, հավատանք, ապաշխարենք, ընդունենք Հիսուս Քրիստոսին, մեզ Տեր ու Փրկիչ, ոչ թե իմ ու քո գործերին են մեզ փրկելու, այլ Քրիստոսը, չնայած որ մենք դատվելու ենք ըստ մեր գործերի, բայց փրկողը մեզ Քրիստոսն է, մեր հավատքով։ Առաջին Թեսաղոնիկեցիների 5:9-ում էլ ասվում է, որտեղ Աստված մեզ բարկության համար չի սահմանել, այլ փրկություն ստանալու համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այս համարը այն ժառանգության մի մասն է, որ պատրաստված է Քրիստոսին հավատացողների համար, եւ անապական է, անփոփոխ է, որտեղ այստեղ խոսքը վերաբերում է վերջնական ճակատագրին, որտեղ Աստված մեզ բարկության համար չի սահմանել, այլ փրկություն ստանալու համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Բայց եթե մենք չընդունենք Հիսուս Քրիստոսին, ապա մենք կստանանք Աստծո բարկությունը։ Ուզում եմ, որ սա հստակ տեսնես, Աստված մեզ չի նախատեսել բարկության համար, այլ փրկություն ստանալու համար, բայց ում միջոցով, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, նրա խաթեր։ Ոչ թե որ դու լավն ես, ոչ թե դու լավը չես, ես լավը չեմ, մենք մեր մոր որովայնից ծնվել ենք մեղավոր, մենք ապականված ենք, Քրիստոսի համար է նա անում, եւ Քրիստոսով։ Եվ հետո Պողոսը շարունակում է ասելով. ով մեզ համար մեռավ, որպեսի արթուն լինենք, այսինքն կենդանի լինենք, թե քնած, այսինքն թե մեռած, նրա հետ ապրենք։ Անկախ նրանից ապրում ենք, թե մեռնում ենք, եթե մենք Քրիստոսին ենք ընդունում, մենք ապրում ենք, այսինքն խոսում է հարության մասին, որ Քրիստոսով հարություն կառնենք ապրելու համար, ոչ թե դատապարտվելու։ Առաջին Թեսաղոնիկեցիների 5-րդ գլխի 11-րդ համարում էլ ասվում է. դրա համար միմյանց քաջալերեք եւ ամրապնդեք, ինչպես որ արդեն անում եք։ Լսիր, ճշմարիտ հավատքի մեջ քաջալերությունը կապված է Քրիստոսի փրկարար գործի հետ։ Եթե մեկը տառապում է, եթե մեկը հիվանդ է, գուցե անբուժելի հիվանդությամբ, հոգսերի ու դժվարությունների մեջ է, եւ գուցե այդ տառապանքն ու դժվարությունը չի անցնում, ինչպես պետք է քաջալերենք նման մարդուն։ Այդ մարդուն պիտի բերենք, հասցնենք այս խոսքի մոտ եւ ասենք. գիտենք, քո ցավը ծանր է, դժվար է, բայց կա մի բան, որ ավելի ծանր է՝ Աստծո բարկությունը։
Եվ Աստված մեզ ազատել է այդ բարկությունից Հիսուս Քրիստոսով, հետևաբար մենք պետք է ուրախանանք։ Այս տառապանքը, որ կրում ենք, ինչքան էլ որ դժվար է, ժամանակավոր է, իսկ Աստծո բարկությունը ժամանակավոր չի լինելու, այն լինելու է հավիտենական մեզ վրա։ Այս փաստը, եթե մենք հասկանանք, մեզ պետք է քաջալերի ու օգնի մեզ ոչ թե կենտրոնանանք, որ մեր այս ժամանակավոր խնդիրները լուծենք, այլ կենտրոնանանք, որ Աստծուց կառչած մնանք, որ Աստծո եւ Աստծուն փառք տանք, պատիվ տանք, մեծարանք տանք եւ անենք այն բարի գործերը, որ ինքը պատրաստել է մեզ համար։ Եվ աղոթենք բոլոր չփրկվածների համար, որ նրանց հասկացողություններն էլ բացվի։ Մենք պետք է քաջալերվենք այն փաստով, եւ սա ինձ եմ ասում նաեւ, որ Աստված մեզ չի նախատեսել բարկության համար, այլ փրկության մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որ մահացավ մեզ համար, փառք Աստծուն դրա համար։ Եվ ամեն ինչ դնենք պերսպեկտիվայի մեջ, որ մեր տառապանքները հիմա անցողիկ են, ու ոչ միայն անցողիկ են, այլ մեզ տալիս են կարողություն բաժնեկից լինելու Հիսուս Քրիստոսի տառապանքին, որպեսզի նրա փառքին էլ բաժնեկից լինենք։ Ուրեմն կրկին հիշենք, որ Աստծո բարկությունը բացահայտվել է երկնքից բոլոր մարդկանց անաստվածության, ամբարշտության վրա, նրանց անիրավության ու անարդարության դեմ, որոնք իրենց անարդարությամբ ճնշում են ճշմարտությունը։ Եվ այդ մարդկանց մեջ մտնում ենք նաև մենք, ես ու դու, եւ մեր ընտանիքի բոլոր անդամները առանց բացառության։ Բացի իհարկե, եթե մենք իրապես ընդունել ենք Հիսուս Քրիստոսին եւ նրա արյունով, նրա արդարությամբ արդարացվել։ Այսքան այսօր Աստծո ողորմությամբ կշարունակենք։ Ամեն։